Արդեն 19-րդ անգամ մշակութային երկխոսություն մեդիա ֆորումը մեկ հարկի տակ է հավաքում լրագրողների, բլոգերների, ֆիլմարտադրողների, լուսանկարիչների աշխարհի տարբեր ծայրերից։ Այս անգամ շուրջ 3 տասնյակ երկրներից 450 երիտասարդ մասնագետներ են հավաքվել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում պատմելու հայրենական մեծ պատերազմում իրեն ժողովուրդների մասնակցությամբ կերտված հաղթանակի մասին։ Ստումա ճիշտ է, որ դրա մասին խոսել, պատմել, ու լավ է, որ երիտասարդներն են անում այդ պատմությունը։ Ու լավ է, որ Հայաստանն էլ մասնակցեց իր ծրագրով։ Գիտեք ինչ կա, կարևորն է, որ հիշենք այդ պատմությունները ու մարդկային ձևով ներկայացնենք։ Կազմակերպիչների խոսքով Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները դժվարություններ են առաջացնում ամենամյա ֆորումի կազմակերպման եւ եվրոպական երկրներից մասնակիցների ներգրավման հարցում։ Սակայն այն, որ ֆորումը կազմակերպվում է արդեն 19 տարի եւ շատ պոպուլյար է բովանդակություն ստեղծողների շրջանում, թույլ է տալիս շարունակել մշակութային երկխոսությունը։ Դժվարությունը ինչի մեջ է, որտեղ որոշ ղեկավարներ պոլիտիկ ժեստեր են անում, մենք էլ եթե հանստենք, սպասենք իրանց ժեստերին, երբ մենք ամեն ինչ կկորցնենք։ Ինձ թվում է շփումը դիլնի, ոնց են ասում, պավերխ բարիերը։ Նյուզեյեմը հայրենական մեծ պատերազմին Հայաստանի մասնակցության մասին պատմեց 100-ամյա վետերան Ասատուր Բազեյանի հիշողությունների Հայաստանում հայրենական պատերազմին նվիրված հուշարձանների միջոցով։ Ներկայացվեցին հեռուստատեսային սյուժեներ եւ ֆոտոպատմություններ։ Говорит радио. Мы победили. Բերլինը առաջի դրոշը տրել են հայերը։ Հայ-ռուսական համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը, որը վարում էր ֆորումի ֆիլմերի ցուցադրության արարողությունը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ 100-ամյա հայ վետերանը դարձավ ֆիլմերի ցուցադրության ամենալուսավոր ու տպավորիչ հերոսը, որը կյանքի հանդեպ իր սիրով ոգեշնչեց դահլիճում նստած յուրաքանչյուրին։ Մշակույթների երկխոսություն մեդիա ֆորումը, որը տարեստարի արդեն դառնում է ավանդույթ, որ հայկական դելեգացիաները տարբեր ԶԼՄ-ներից մասնակցում են, ինչպես նաև մեր կրթական ոլորտն ընդգրկված այդ ամեն ինչում շատ կարևոր իրադարձություն է իրոք երկխոսությունը պահպանելու համար, միջմշակութային կապերը ամրապնդելու համար։ Մոսկվայում մեկնարկած մեդիա ֆորումը շարունակվեց Սանկտ Պետերբուրգում, որտեղ արդեն մասնակիցներն իրենց ներկայացրած աշխատանքների միջոցով պատմեցին իրենց երկրների ժողովուրդների առօրյայի, ավանդույթների, խնդիրների մասին։ Նյուզեյեմը լուսանկարների շարքի միջոցով պատմեց Հայաստանում դարբնության ավանդական մշակույթի մասին։ Ֆոտոպատմության հերոսը Գյումրիում ապրող ու աշխատող երիտասարդ Դարբին Գարիկ Պապոյանն էր։ Լուսանկարների ցուցահանդեսը տեղի ունեցավ Էրմիտաժում։